Ճարպակալում ու ավելորդ քաշ, սրտանոթային հիվանդությունների ռիսկեր, դանդաղ մտածողություն եւ դպրոցական առաջադիմության անկում։ Հայաստանում երեխաների շրջանում արագ սննդի ֆասթ-ֆուդի տարածման հարցը լուրջ խնդիր է դառնում։ Կյանքի այսօրվա ռիթմը երբեմն անհնար է դարձնում տնային պայմաններում պատրաստված թարմ ու առողջարար սննդի մշտական հասանելիությունը, որը նպաստում է արագ սննդի առօրյա կիրառմանը։ Այն էլ իր հերթին դառնում է սովորություն, երբեմն էլ կախվածություն։ Մանկական ճարպակալման աճը մասնագետներն ուղիղ կապում են ֆասթ-ֆուդի սպառման հետ։ Կալորիական բարձր սնունդ ստանում են, բայց սննդարար սնունդ չեն ստանում։ Հետևաբար դրան զուգահեռ ունենում են տարբեր տեսակի վիտամինային դեֆիցիտներ, որոնք փորձում են լրացնել տարբեր տեսակի դեղորայքներով։ Սակայն գիտենք, որ բոլոր տեսակի վիտամինները հավերժ չեն կարող երեխաները ստանալ։ Սխալ սննդակարգը խնդրահարույց է նաև մեծահասակների համար, հիմնականում կանանց մոտ։ Դեպի գեղեցկության ստանդարտներ հաճախ ուղեկցում են ինքնակոչ դիետոլոգները ոչ մասնագիտական խորհրդատվությամբ։ Ինստագրամում այդ շրջանում շատ էի փնտրում ինչ-որ դիետոլոգի սննդաբանի էջեր, որ կօգներ ինձ քաշի կորստի հարցում, ու գտա մի սննդաբանի, ով պատմում էր, թե ոնց է շատ կարճ ժամանակահատվածում կարողացել մեծ քաշ կորցնել։ Պահելուց հետո իհարկե ես մի փոքր նիհարեցի, բայց անմիջապես թողնելուց հետո շատ ավելի մեծ քաշ հավաքեցի ու փաստորեն չունեցավ այն արդյունքը, որը ցանկալի էր։ Սոցցանցերում լայն տարածում ունեցող բլոգերներից շատերը չունենալով համապատասխան կրթություն եւ մասնագիտական փորձ արագ արդյունք են խոստանում հիմնված մեկ կամ մի քանի մթերքի սահմանափակ օգտագործման վրա, կամ կտրուկ կալորիական նվազեցման եւ որոշակի սննդախմբերի բացառման։ Եթե մենք փորձում ենք քաշը նվազեցնել, ավելորդ քաշի եւ ճարպակալման դեպքում, ամենակարևոր բանը դա քաշի ավելացման պատճառը գտնելն է պացիենտի մոտ։ Հետևաբար, եթե ինչ-որ մարդիկ ունեն իրենց սեփական քաշը ավելացնելու պատճառները եւ դրանց վրա աշխատելով իրենց մոտ ստացվել է քաշը նվազեցնել, դա դեռ չի նշանակում, որ մյուս մարդու վրա այդ նույն սննդակարգը, այդ նույն դիետան անելով կաշխատի։ Բժիշկ սննդաբանները նախազգուշացնում են նման մոտեցումները ոչ միայն անարդյունավետ են երկարաժամկետ հեռանկարում, այլև կարող են առողջական խնդիրների հանգեցնել, ներառյալ հորմոնալ խանգարումներ, նյութափոխանակության դանդաղում, իմունիտետի թուլացում եւ նույնիսկ հոգեբանական խնդիրներ։ Մասնագետները հորդորում են հետևեք միայն հենց մասնագետի խորհրդին։ Մի վստահեք ցանկացածին, ով խոստանում է արագ ու հեշտ նիհարել։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։